Բաքվի ռազմական դատարանում շարունակվել է Ադրբեջանում պահվող հայ գերիների դատավարությունը։ Տեղական լրատվական գործակալությունների հաղորդմամբ նիստում որոշ գերիների տրվել է եզրափակիչ խոսքի իրավունք։ Ըստ հաղորդագրությունների Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Էրիկ Ղազարյանը եւ Վասիլի Բեգլարյանը դատարանում հայտարարել են, որ չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքները։ Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը եզրափակիչ խոսքով հանդես կգա հաջորդ դատական նիստում, որը նշանակված է դեկտեմբերի 19-ին։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունն ավելի վաղ պահանջել էր Արցախի 5 նախկին ղեկավարների նկատմամբ կիրառել ՑՄՀ ազատազրկում, իսկ Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանի եւ Արկադի Ղուկասյանի դեպքում պահանջվել է 20 տարվա ազատազրկում, նրանց 65 տարին լրացած լինելու հանգամանքով պայմանավորված։ Մյուս հայ գերիների մեծ մասին սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում։ Բաքուն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը մեղադրում է մի քանի տասնյակ հոդվածներով, ներկայացնելով նրանց որպես ծանր հանցագործությունների պատասխանատուներ։ Միաժամանակ դատավարություններն ընթանում են անկախ լրատվամիջոցների եւ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների բացակայության պայմաններում։ Բաքվում դատվող հայ գերիների հալազատները նշում են, որ խիստ պատժամիջոցների պահանջը իրենց համար սպասելի էր։ Նրանց գնահատմամբ շուրջ 1 տարի շարունակվող դատավարությունը կրում է ոչ թե իրավական, այլ քաղաքական բնույթ։ Նրանք ուշադրություն են հրավիրում նաև այն հանգամանքի վրա, որ դատավարությունը լուսաբանում է բացառապես ադրբեջանական պետական Ազերթաչ գործակալությունը։ Ըստ հարազատների վերջինս ամբողջությամբ չի փոխանցում մեղադրյալների հայտարարություններն ու եզրափակիչ խոսքերը, հաճախ խմբագրում կամ սխալ է թարգմանում դրանք, ինչը նրանց համոզմամբ գործընթացի պետականորեն վերահսկվող բնույթի եւս մեկ դրսևորում է։ Իսկ Ադրբեջանի Գյանջա քաղաքի ծանր հանցագործությունների գծով դատարանում այսօր մեկնարկել է եւս մեկ հայ Ստեփանակերտի բնակիչ Կարեն Ավանեսյանի դատավարությունը։ ԱՊՊԱ գործակալության հաղորդմամբ 58-ամյա Ավանեսյանը ձերբակալվել է այս տարվա սեպտեմբերին։ Ադրբեջանական իրավապահ մարմինների պնդմամբ 2023 թվականի Արցախի հայաթափումից հետո Ստեփանակերտում մնացած Ավանեսյանը սեպտեմբերի 14-ին իբր փորձել է քաղաքի կենտրոնում ահաբեկչական գործողություն իրականացնել, որի հետևանքով ըստ Բաքվի ոստիկաններ են վիրավորվել։ Միջադեպը ըստ ադրբեջանական կողմի տեղի ունեցել այն պահին, երբ Ստեփանակերտում գտնվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Մինչև Բաքվում ընթանում են անօրինական դատավարությունները, Հայաստանի իշխանությունը տարբեր հարթակներում շարունակում է շեշտել խնդրի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը։ Օրեր առաջ Գերմանիայում արտաքին հարաբերությունների գերմանական ընկերակցության քննարկման ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Բաքվում պահվող հայ գերիների հարցին։ Սա զգայուն հարց է։ Մեր դիրքորոշումն այն է, որ այս խնդիրը ավելի հեշտ կհասցեագրվի գործակցության եւ խաղաղության մթնոլորտում, քան հակամարտության պայմաններում։ Հակամարտության պայմաններում խնդրի լուծումը գործնականում անհնար է, մինչդեռ խաղաղության ամրապնդման գործընթացը հնարավորություն է տալիս փոքր քայլերով մոտենալ լուծմանը։ Քանի որ մենք ընթանում ենք խաղաղության ուղղությամբ, այդ խնդրի լուծումը դառնում է ավելի իրատեսական։ Խաղաղություն հաստատելն ինքնին նշանակում է նաեւ այլ խնդիրների լուծում։ Գերիների վերադարձի եւ այդ ուղղությամբ կատարվող աշխատանքի մասին Նիկոլ Փաշինյանը խոսել էր նաեւ կառավարության նիստից հետո տված ճեպազրույցում։ Նա անդրադարձել է հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի նախաստորագրման, այսպես ասած, կնքահայրը հանդիսացող Ամերիկայի Միացյալ Նահանգների վարչակազմի կողմից իրականացվող քայլերին։ Ես նույնպես պետքարտուղարի տեղակալի հետ հանդիպել եմ եւ հանդիպման ընթացքում ես հատուկ անդրադարձ եմ կատարել այդ հարցին եւ արձանագրելով, որ նախագահ Տրամպը այդ թվում հրապարակային խոսել է այդ հարցով զբաղվելու իր հանձնարարության մասին եւ ես ներկայացրել եմ, թե մենք երկկողմ մակարդակում ինչ ենք անում այդ խնդրի հետ կապված եւ Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալին խնդրել եմ տեղեկություն տալ, թե Միացյալ Նահանգների կողմից ինչ ջանքեր են գործադրվում այդ ուղղությամբ եւ խնդրել եմ շարունակել այդ հարցը պահել ուշադրության կենտրոնում։ Այս պահի դրությամբ Բաքվի բանտում պահվում է 23 հայ գերի, նրանցից 7-ն արդեն դատապարտվել են երկարատև ազատազրկման, իսկ 16-ի գործով դատավարությունները մոտենում են ավարտին։ Վերջիններից մեծ մասին սպառնում է ՑՄՀ ազատազրկում։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։